Հայաստանի ողջ պատմությունը անհնարինի մասին է։ Անհնար էր թվում, որ փոքրաթիվ հայերը, ժամանակին մեծ Հայաստանի տերերը, չձուլվեին այլոց, պահպանեին ինքնությունը, լեզուն, մշակույթը, հավատքը և գիրը։ Անհնար էր թվում, որ կարող էինք թուրքերին հաղթել Սարդարապատում։ Անհնար էր թվում, որ ցեղասպանությունից հետո երբևէ հնարավոր կլիներ վերականգնել պետականությունը։ Անհնար էր թվում, որ 1988-ի սարսափելի երկրաշարժից հետո նոր անկախ ու շրջափակված Հայաստանը կարող էր ազատագրել Արցախը։ Պատմությունը ապացուցում է, որ անհնարին ոչինչ չկա, եթե ունես ինքնություն, նպատակ և կամք։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր մենք միասին կանադառնանք պատմության հերոսական դրվագների, որոնք հնարավոր դարձան միայն վճռականության և միասնականության շնորհիվ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին և սկսենք թողարկումը։ Եկեք տեղափոխվենք երկու տարբեր դարաշրջաններ՝ 15-րդ դարի Սկանդերբեկի մղած մարտերը Ալբանիայում և 18-րդ դարում Դավիթ բեկի փառահեղ հաղթանակը Ալիձորում։ Երբ 16-րդ դարում Հայաստանը բաժանված էր Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև, հայ իշխանները մեծ կշիռ ունեին, մասնավորապես Սյունիքում։ Սակայն նրանք չունեին այն միասնությունը, որը թույլ կտար սեփական ուժերով վերականգնել պետականությունը։ Հայերը ապրելով երկու թշնամական պետություններում, պարբերաբար հայտնվում էին ծանրագույն իրավիճակում։ Սպանվում էին, կորստում ունեցվածքը, մշակութային ժառանգությունը և կանգնում ինքնության կորստի վտանգի առջև։ Անօրինականությունը, դաժան ազգային ու կրոնական ճնշումները հանգեցրին անխուսափելիին։ 18-րդ դարի սկզբում հայ ժողովուրդը զինված ապստամբություն բարձրացրեց պարսկական և թուրքական իշխանությունների դեմ։ Իրավիճակն անկայուն էր ոչ միայն հայկական լեռներում։ Կայսրական այս քաոսը նոր չէր։ Երկու դար առաջ մեկ այլ լեռնային ժողովուրդ ևս բախվել էր նման իրավիճակի։ 15-րդ դարում Օսմանյան կայսրությունը արագորեն ընդլայնվում էր դեպի Եվրոպա։ Բյուզանդական կայսրությունը փլուզվում էր, որի վերջնակետը դարձավ 1453 թվականին Կոնստանդնապոլիսի անկումը։ Բալկանյան թագավորությունները մեկը մյուսի հետևից նվաճվում էին։ Ալբանիան, Ադրիատիկ ծովի ափին գտնվող փոքր լեռնային երկիրը, կանգնած էր Օսմանյան ընդլայնման ուղիղ ճանապարհին։ Հայաստանի նման Ալբանիան նույնպես գտնվում էր կարևոր խաչմերուկում, որտեղ բախվում էին կայսրությունները և հատվում առևտրի ուղիները։ Հայերի նման ալբանացիները նույնպես ուժեղ և անկախ լեռնային ժողովուրդ էին հին ավանդույթներով, և Հայաստանի նման Ալբանիան նույնպես գտավ իր ազգային հերոսին հուսահատության պահին։ 1722 թվականին Սյունիք վերադարձավ Դավիթ բեկը։ Ով էր նա։ Ազնվական, զորավար, թե հասարակ բոլորը միասին։ Նա իր ողջ գիտակից կյանքը եղել է զինվոր, ով պայքարեց մինչև մահ։ Մարդ, ում ուժը և անձը միավորում էր հայերին և սարսափեցնում թշնամիներին։ Մեկը, ով պետք է բեկեր պատմության ընթացքը։ Դավիթ բեկի վերադարձը Վրաստանից, որտեղ նա ծառայում էր թագավոր Վախթանգ 6-րդին, դարձավ թշնամի կայսրությունների դեմ հայկական հաղթանակների սկիզբը։ Այս իրադարձությունները, որոնք գրվեցին հայոց պատմության ոսկե էջերում, ընդգծեցին նաև Սյունիքի աշխարհաքաղաքական հսկայական նշանակությունը։ Նա դարձավ 18-րդ դարի հայ ազատագրական շարժման դեմքը, ժողովրդի մեջ նիրհող, բայց արթնացող ուժի, կամքի, միասնության և հավատարմության մարմնավորումը։ Նրա օրոք պայքարը ձեռք բերեց բարձրագույն նպատակ՝ ինքնություն և ազգային զարթոնք։ Այժմ եկեք տեղափոխվենք դեպի արևմուտք։ Ալբանիա և հետ գնանք գրեթե 3 դար։ 1443 թվականին Գյորգ Կաստրիոտին վերադառնում է իր հայրենիք։ Նրան օսմանացիները անվանում էին Սկանդերբեկ, Ալեքսանդր Մակեդոնացու թուրքական անվան տարբերակով, մատնանշելով վերջինիս ռազմական տաղանդը։ Ինչպես Դավիթ բեկը, նա նույնպես ծառայել էր օտար արքունիքում, բայց շատ տարբեր հանգամանքներում։ Մանուկ հասակում պատանդ ընկնելով Օսմանյան արքունիքում, նրան ստիպել էին ընդունել իսլամ և յուրացնել ռազմական արվեստը։ Նա դարձել էր Սուլթան Մուրադ II-ի ամենավստահելի զորավարներից մեկը։ Մի օր Սկանդերբեկը լքեց Օսմանյան բանակը, վերադարձավ Ալբանիա, հրաժարվեց իսլամից և վերադարձրեց իր ընտանիքի ամրոցը։
բարձրացնելով ընտանեկան խորհրդանիշ երկգլխանի արծվի դրոշը, որն այժմ Ալբանիայի ազգային խորհրդանիշն է։ Այս պահից ի վեր նա սկսեց իր 25-ամյա դյուցազնական պայքարը Օսմանյան կայսրության դեմ։ Թե Դավիթ բեկը և թե Սկանդերբեկը հայրենիք վերադարձան օտար ծառայությունից նոր հմտություններով և հեռանկարներով։ Երկուսն էլ իրենց հայրենիքը գտան ճնշված և բաժանված, և երկուսն էլ ցրված և պառակտված դիմադրությունը վերածեցին միասնական ազգային պայքարի։ Հանուն հայրենիքի Դավիթ բեկաբար։ Հասկանալու համար այս միտքը վերադառնանք 18-րդ դար։ Դավիթ բեկի վերադարձը Հայաստան մեծ ուժ հաղորդեցյունիկում ծավալվող զինված պայքարին։ Նրա մշակած ծրագիրը արագորեն իրականացվեց։ Դավիթ բեկն իր շուրջը միավորեց բոլորին՝ հասարակ մարդկանց, իշխաններին և հոգևորականներին։ Նա մեկն էր, ում անվերապահորեն ենթարկվում էին բոլորը, մոռանալով սեփական կոչումների մասին։ Ալբանիայում Սկանդերբեկի վերադարձի արդյունքում տեղի ունեցան նմանօրինակ փոփոխություններ։ 10 տարվա ընթացքում նա ազատագրել էր այսօրվա Ալբանիայի մեծ մասը և հիմնադրել Լեժեի լիգան, առաջին միասնական ալբանական պետությունը։ Դավիթ բեկի նման նա հասկացավ, որ միայն միասնության միջոցով կարող է փոքր ազգը դիմակայել կայսրությանը։ Սկանդերբեկի ռազմական հանճարը առասպելական էր։ Ոչ ավել քան 20,000 զինվորներով, իսկ հաճախ շատ ավելի քիչ ուժերով նա հաղթեց բազմակի անգամ գերազանցող օսմանյան զորքերին։ Նա կատարելապես տիրապետում էր ռազմարվեստին և լեռնային մարտավարությանը։ Դարանակալումների, կեղծ նահանջների և կայծակնային հարձակումների միջոցով նա բարոյալքում էր օսմանյան ուժերը, այդպիսով կանխելով Ալբանիայի նվաճումը քառորդ դարի ընթացքում։ Երկու բեկերն էլ իրենց լեռնային հայրենիքը վերածեցին ամրոցների, և երկուսն էլ հասկացան, որ սա զուտ ռազմական պայքար չէ, այլ հոգևոր պայքար ազգային ինքնության համար։ Դավիթ բեկի պես Սկանդերբեկը նույնպես դարձավ դիմադրության խորհրդանիշ, հավերժանալով պատմության մեջ։ 1468 թվականին նրա մահից հետո Պապ Պիոս II նրան շնորհեց Ատլետա Քրիստի, թարգմանաբար Քրիստոսի չեմպիոն։ Եվ Դավիթ բեկը և Սկանդերբեկը մղել են պատմության մեջ հավերժացած ճակատամարտեր, որոնք բաժանված են դարերով, սակայն շատ նման են միմյանց։ Դավիթ բեկի առաջնորդությամբ Հալիձորի հերոսամարտը վստահաբար կարելի է ներառել փառահեղ ռազմական գործողությունների համաշխարհային ոսկեցանկում։ 1725 թվականի գարնանը Դավիթ բեկի զորքերի հետ մարտերում պարտություն կրելով թուրքերը այնուամենայնիվ չհրաժարվեցին Սյունիքը նվաճելու իրենց մտքից։ Ճիշտ մեկ տարի անց 1726 թվականին թուրքական զորքերի խոշոր ուժերը երկրորդ անգամ մտան Սյունիք և մոտեցան Հալիձորին։ Ամրոցը երեք կողմից պաշտպանված էր պարսպով, իսկ արևելյան կողմը անառիկ էր պահում Ողջի գետը։ Օսմանացիները դիրքավորվել էին գետի մյուս ափին։ Վարարած գետը, որն անհնար էր անցնել, 2 օր շարունակ պաշտպանվում էր Դավիթ բեկի զորքերի կողմից։ Երրորդ օրը օսմանյան բանակի հայ զինվորները գտան անցման հարմար տեղ և գրավեցին բնակավայրի մի մասը։ Գիտակցելով, որ բազդաշտում թշնամու հսկայական զորքին դիմադրելն իրատեսական չէ, Դավիթ բեկն իր 350 զինվորներով տեղակայվեց անապատ ամրոցում։ Օսմանացիներն անցան գետը և պաշարեցին ամրոցը 6 օր շարունակ։ Գործի դրվեց թուրքերի ողջ ռազմական արվեստը, սակայն անօգուտ։ 7-րդ օրը նրանք որոշեցին գրոհել անապատը և բաժանվելով 3 մասի շարժվեցին դեպի ամրոց։ Շարունակ հրետանակոծելով մոտեցան պարիսպներին, հենեցին սանդուղքներ, մագլցելով վեր հայերի կրակի տակ գլորվում էին ցած։ Ի պատասխան օսմանյան զորքերը ուժեղացրին հարձակումները և նոր գրոհ ձեռնարկեցին կատաղի համառությամբ։ Մարտը շարունակվեց 8 ժամ։ Գիշերը Մխիթար Սպարապետը և Տեր Ավետիսը թողեցին իրենց առաջնորդին իր պահակախմբի հետ և գաղտնի անցուղով դուրս եկան իրենց հետ տանելով շուրջ 300 զինյալների։ Մթության մեջ նրանք անսպասելիորեն հարձակվեցին օսմանացիների գլխավոր ուժերի վրա։ Թշնամուն թվաց, թե հայերին օգնության են հասել դրսից։ Թուրքերը խուճապահար փախան, կորցնելով մի քանի հազար մարդ, թողնելով իրենց դրոշները և ռազմական հանդերձանքը։
Այդ ժամանակ Դավիթ բեկը եւ նրա զինվորները դուրս եկան ամրոցից եւ նետվեցին կտրուկ հարձակման։ Հայերը սկսեցին հետապնդել թշնամուն, ոչնչացնելով բոլորին։ Դավիթ բեկը փոքրաթիվ զինվորներով հաղթեց թշնամու բանակին, որը 10 պատիկներ անգամ ավելին էր։ Զորավարի առաջնորդությամբ փոքրաթիվ, բայց լավ կազմակերպված եւ կարգապահ բանակը, շնորհիվ սեփական առաքելության գիտակցման եւ կամքի, կարողացավ ջախջախել Օսմանյան կայսրության անհամեմատ մեծաթիվ զորքին։ Կամքն ավելի վճռորոշ գտնվեց, քան քանակը։ Ինչպես Դավիթ բեկի կերպարը բեկում մցրեց Հալիձորում, այնպես էլ Սկանդեր բեկն ունեցավ իր վճռորոշ դերը 1450 թվականին Կրուայի պաշարման ժամանակ։ Սուլտան Մուրադ II, ում ամենավստահելի զորավարն էր Սկանդեր բեկը նախկինում, զայրացած վերջինից շարունակական հաջողություններից անձամբ գլխավորեց 80-ից 100 հազարանոց բանակը ալբանական դիմադրությունը ջախջախելու նպատակով։ Սկանդեր բեկն ուներ 10,000-ից պակաս մարտիկներ։ Բաց դաշտում այդպիսի գերակշռող ուժի դեմ կանգնելու փոխարեն Սկանդեր բեկն ամրացրեց Կրուա ամրոցը եւ հիմնական ուժերով պատսպարվեց լեռներում։ Կրուայի պաշարումը տևեց 5 ամիս։ Օսմանացիները շարունակ ռմբակոծում էին ամրոցը, իսկ Սկանդեր բեկի մարտիկները անդադար հարվածում էին տեղակայված կայազորին եւ գիշերային անակնկալ հարձակումներ գործում ճամբարի վրա։ Սարսափը տարածվում էր Օսմանյան բանակում։ Մարտական ոգին անկում ապրեց։ Ի վերջո, ձմեռնամուտին Մուրադ II ստիպված էր նահանջել։ Նրա հսկայական բանակը պարտվեց ոչ թե բախման, այլ Սկանդեր բեկի փայլուն ռազմավարության շնորհիվ։ Դավիթ բեկի նման Սկանդեր բեկն էլ ապացուցեց, որ վճռականությունը եւ մարտավարական հանճարը կարող են հաղթահարել անհնարին թվացող դժվարությունները։ Հայ առաջնորդի նման նա իր հայրենիքի բարդ տեղանքը վերածեց առավելության։ Եվ բեկի նման նրա հաղթանակը դարձավ ազգային դիմադրության խորհրդանիշ, որը գերազանցեց իր ժամանակը։ Հալիձորի հաղթանակից հետո հզոր Սյունիքը դարձավ վահան ոչ միայն հայերի, այլև պարսիկների համար։ Հայերի ազատագրական պայքարի նշանակալի ներդրումը գնահատվեց նաև Պարսկաստանի կողմից։ Շահ Թահմապ II-ը ճանաչեց Դավիթ բեկի իշխանությունը Սյունիքում եւ նրա հետ կնքեց դաշինք թուրքերի դեմ։ Սա ապացույցն է այն բանի, որ թշնամու թշնամին դառնում է քո բարեկամը միայն այն դեպքում, երբ դու դառնում ես գործոն եւ վճռական ուժ, ում հետ հաշվի են նստում։ Վրաստանը հետաքրքիր տեղ էր զբաղեցնում այս ազատագրական պայքարում, ուղղակիորեն շագրգռված լինելով հայերի դեմքով հզոր դաշնակցի առկայությամբ։ Հենց այդ նպատակով Վախթանգ II-ը չխոչընդոտեց իր լավագույն զորավարներից մեկին պաշտպանելու իր պատմական հայրենիքը, քանի որ ոչինչ ավելի լավ չի պաշտպանում Վրաստանը, քան հարավում գտնվող ուժեղ Հայաստանը։ Հայերի եւ իրանցիների միջև պատմական եւ բնական այս դաշինքը արդիական է նույնիսկ այսօր, սակայն չպետք է մոռանալ, որ իրական դաշնակից կարող ես լինել միայն այն դեպքում, երբ գործոն ես եւ ոչ թե աղերսող։ Սկանդեր բեկի դիվանագիտական ձեռքբերումը ճանաչվեց նույնիսկ իր թշնամիների կողմից։ Նրա մահից հետո Սուլտան Մեհմեդ II-ը, ով բազմիցս պարտվել էր նրան մարտի դաշտում, ըստ պատմիչների ասել է. «Վերջապես Եվրոպան եւ Ասիան իմն են։ Վայ քրիստոնեությանը, այն կորցրել է եւ սուրը եւ վահանը»։ Դարերով բաժանված այս երկու առաջնորդներն էլ ցուցաբերեցին նշանակալի դիվանագիտական հմտություն։ Երկուսն էլ գիտակցեցին, որ դիմադրությունը պահանջում է ոչ միայն ռազմական ուժ, այլև քաղաքական իմաստություն։ Եվ երկուսն էլ օգտագործեցին իրենց աշխարհաքաղաքական ռազմավարական նշանակությունը խոշոր տերությունների հետ համագործակցելու եւ ճանաչում ստանալու համար։ Դավիթ բեկի ողջ պայքարը եւ Հալիձորի հերոսամարտը վկայում է, որ թվացյալ անհնարինը որպես կանոն հնարավոր է եւ իրագործելի։ Երբ ոգին ավելի ուժեղ գտնվեց, քան քանակը, իսկ Սյունիքի լեռներում մշակված ռազմավարությունն ու հերոսական պայքարը Սյունիքը դարձրեց անառիկ ամրոց եւ պահպանեց հայ բնակչությունը։ Դավիթ բեկը դրեց Սյունիքի հերոսական էջերի սկիզբը։ Նա դարձավ ոգեշնչման օրինակ, որի հիման վրա իր զորքերը ստեղծեց Գարեգին Նժդեհը, երբ նա հերթական անգամ փրկեց գոյության հիմնաքար Սյունիքը,
Դավիթ Բեկաբար։ Սկանդերբեկի ժառանգությունը նույնքան խորն է։ Չնայած նրա մահից հետո Ալբանիան ի վերջո ընկավ Օսմանյան տիրապետության տակ, նրա դիմադրությունը տասնամյակներով հետաձգեց օսմանյան ընդլայնումը դեպի արևմտյան Եվրոպա, գուցե ներխուժումից փրկելով նաև Իտալիան։ Ալբանացիների համար նա դարձավ ազգային հերոս, անկախության և անհնարին դժվարությունների դեմ դիմադրության մարմնավորում։ Դավիթ Բեկի նման Սկանդերբեկը գերազանցեց իր ժամանակը, դառնալով խորհրդանիշ։ 20-րդ դարասկզբի Ալբանիայի անկախության պայքարի ընթացքում նրա կերպարն ու պատմությունը ոգեշնչեցին ազատամարտիկների նոր սերնդի, ինչպես 20-րդ դարում հայ մարտիկներին, ովքեր կռվի էին գնում հանուն հայրենիքի Դավիթ Բեկաբար կարգախոսով։ Ինչն է կապում այս երկու առաջնորդներին դարերի և աշխարհագրության միջով։ Երկուսն էլ վերադարձան օտար ծառայությունից առաջնորդելու իրենց ժողովրդին։ Երկուսն էլ պարտիզանական դիմադրությունը վերածեցին կազմակերպված ազգային շարժման։ Երկուսն էլ իրենց լեռնային հայրենիքը օգտագործեցին որպես ռազմավարական առավելություն, և երկուսն էլ ցույց տվեցին, որ վճռական առաջնորդությունը և կամքը կարող է հաղթահարել անհնարին թվացող դժվարությունները։ Ցավոք, մենք մինչ օրս չգիտակցեցինք Արցախի և այսօր էլ չեն գիտակցում Սյունիքի ռազմավարական նշանակությունը։ Մի կողմից գավառական հայրենասիրությունը, մյուս կողմից անհայրենիք և անպատասխանատու կոսմոպոլիտիզմը լցրել են մեր իրականությունը աղմուկով, որտեղ տարալուծվել է իմաստը, արժեքը և ռազմավարական միտքը։ Սա պատմություն էր այն մասին, թե ինչպես մեկ առաջնորդը կարողացավ բեկել պատմության ընթացքը, դառնալով Լեռնահայաստանի խորհրդանիշը, ում անունը հայ ժողովրդի համար դարձել է հանուն հայրենիքի ազատության համար կռվող հերոսի խորհրդանիշը։ 20-րդ դարի հայոց պատմության մյուս հնչեղ անունը Գարեգին Նժդեհը։ Իր զորքով մարտի էր գնում կարգախոսով հանուն հայրենիքի Դավիթ Բեկաբար, կամ մեզ հետ է Աստված և Դավիթ Բեկի վրիժակ ոգին։ Եվ նաև լեռների այն կողմում, Ալբանիայում, Սկանդերբեկի ժառանգությունը մնաց նույնքան հզոր, երբ Ալբանիան հռչակեց անկախություն 1912 թվականին, նրանք բարձրացրեցին հենց Սկանդերբեկի դրոշը։ Երկգլխանի արծիվը, որը ժամանակին ծածանվում էր Կրուայի ամրոցի վրա։ Նրա անունը զարդարում է Տիրանայի կենտրոնական հրապարակը, նրա պատմությունը սովորեցնում են յուրաքանչյուր ալբանացի երեխայի։ Այս պատմությունները ապացուցում են, որ ազգերի և պետությունների հիմքում ընկած է երկու հիմնասյուն՝ ինքնություն և պայքար։ Պետություններին իրավունքները երբեք չեն նվիրաբերվում, այն հնարավոր է միայն վաստակել համառ և շարունակական պայքարի միջոցով։ Հրաժարվել պայքարից նշանակում է հրաժարվել սեփական գոյությունից։ Պատմությունը կրկնվում է, և մենք այսօր կանգնած ենք ոչ միայն Սյունիքը, այլ նաև մեր ինքնությունը պահպանելու մարտահրավերի առջև։ Այն խոսակցությունները, թե մեր իրավիճակը անելանելի է և մենք պետք է հարմարվենք ստեղծված նվաստացուցիչ իրավիճակին, ոչ թե ռացիոնալ մտքի դրսևորում է, այլ թշնամական թեզ, որի նպատակը մեր վերջնական բարոյալքումն է։ Որքան խորն է ճգնաժամը, այդքան մեծ են հնարավորությունները, և մենք կկարողանանք լիարժեքորեն իրացնել մեր ողջ հնարավորությունները, երբ կկարողանանք հաղթահարել Հայաստանում տիրող փոխհամաձայնեցված խմբիշխանությունը և կձևավորենք հայկական պետություն։ Պետություն, որը կլինի հայկական ոչ միայն ձևով, այլ առաջին հերթին իր բովանդակությամբ։ Համոզված եղեք, որ անպայման կհաղթահարենք մեր քաղաքական համակարգի այս կործանարար փակ շրջանը։ Եվ ինչպես կասեր Ֆրանցիսկ Ասիզացին, եկեք անենք անհրաժեշտը, հետո հնարավորը, և հանկարծ կտեսնենք, թե ինչպես ենք իրագործում անհնարինը։ Իսկ ով է ձեր ոգեշնչման օրինակը, և ում կուզեիք, որ մենք անդրադառնանք մեր հաջորդ թողարկումների ընթացքում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն միշտ կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը, մինչ նոր հանդիպում։